Մենք ունենք ամենամեծ գանձը, փրկությունը, եւ մեր փրկությունը կյանքում ամեն ինչ է, ինչ կարող էինք ունենալ, բայց այն ստանալու համար պետք է ընդունել, որ Հիսուսը խաչվել է մեզ համար։ Կան մարդիկ, ովքեր հասկացել են սա, բայց չեն ընդունել Հիսուսին։ Մի արեք դա, մի խաղացեք ձեր կյանքի հետ։ Կարդանք 2 Կորինթացիս 4:7, բայց այս գանձը ունենք հողի անոթներում, որ զորության գերազանցությունը Աստծունը լինի եւ ոչ թե մեզանից, այսինքն մեր հավատքն ու փրկությունը կավե անոթների մեջ է, պետք է ընդունել Աստծուն եւ լսել նրա խոսքը։ Մենք պետք է ամուր բռնենք Աստծո խոսքից եւ այդ ժամանակ մենք կլինենք օրհնված մարդիկ։ Վերադարձեք Աստծուն հիմա եւ ասեք շնորհակալություն Հիսուս։ Աղոթենք։ Հայր, մենք շնորհակալ ենք քո առաջնորդության համար։ Մենք ուզում ենք ով Տեր քայլել քեզ հետ, որպեսզի երբ մեր ժամանակը գա, կարողանանք բարձրանալ դեպի երկինք եւ լինել քեզ հետ, այլ ոչ թե սատանայի։ Տուր հնարավորություն բոլոր նրանց, ովքեր աղոթում են ինձ հետ, Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։